3 հունիսի 5-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Վոլոդիա-հն իր վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով Երևան աշտարակ ավտոճանապարհի Պրոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Մարինե Ա.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է բժիշկներին վիրավորին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։ Օրագիր Նյուզի տեղեկություններով կինը փորձել է խուսափել հերթական ընտանեկան բռնությունից։ Ամուսինը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ հերթական անգամ փորձել է ծեծել նրան, ինչից հետո կինը վազելով փորձել է հատել ճանապարհը եւ հայտնվել մեքենայի տակ։ Կնոջ համագյուղացիներից մեկը լրատվականի հետ զրույցում ասել է, նրանք ամուսիններով խմելու սովորություն ունեին, 4 երեխա ունեն, երկուսով աշխատում էին շինարարության մեջ Պրոշյանում։ Տղամարդը մշտապես խմած էր լինում եւ կնոջը հաճախ էր ծեծում։ Երեխաներն էլ միշտ վախի մեջ էին։ 3 գյուղացիներն իրենց ուղեկցել են Արտաշատ, փոքր տղան այնքան էր վախեցած, որ չէր թողել, որ հայրը մոտենա, նրան մի կողմ տարան։ Հիմա երեխաները տատիկ-պապիկի մոտ են։